Մեղրի միջանցքը տալիս ենք ժողովուրդ, էլ ուրիշ ինչ հեքիաթ կարա հորինի ընդդիմությունը։ Ուզում եմ ասեմ մի քիչ ավելի հետաքրքիր հեքիաթներ հորինեք, որ գոնե մի քիչ իրականությանը մոտիկ լինի։ Պատմելուց sense մի քիչ լսվի, հեսա կդնեմ մեր վարչապետի կողմից, որ փաստում է, փաստերով, որ միջանցքի մասի խոսակցությունը նույնիսկ փակված է։ Կդնեմ հեսա կնայեք։ Դուք հիշում եք 5 տարի շարունակ մեզ մեղադրում էին, որ մենք ինչ որ մեկի միջանցք ենք խոստացել, ինչ որ մեկի միջանցք ենք տալու կամ ինչ որ մեկի միջանցք ենք տալու կամ տալիս։ Ստորագրված փաստաթուղթը ի վերջո այդ գոյություն երբևէ գոյություն չունեցած թեման ի վերջո դուրս բերեց օրակարգից։ Ինչ եմ ասում գոյություն չունեցող, որտեղ 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո այդ թեման անդադ շրջանառվել է եւ ես 2020 թվականի նոյեմբերին եմ անդրադարձել այդ թեմային ասելով որ այդպիսի բան լինել պարզապես չի կարող եւ ահա Միացյալ Նահանգների հետ ստորագրված համաձայնագրի նախագծում ոչ միայն ընդգծում են որ թրիփ նախագիծը իրագործվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության ինքնիշխանության իրավազորության շրջանակներում այլև լրացուցիչ պարբերություն է ավելացել, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիարժեք ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը թրիփ նախագծի իրագործման բոլոր գոտիների վրա։ Այսպիսով միջանցքի գոյություն չունեցած եւ արհեստականորեն ներմուծման փորձերով մեր հանրության ներկայացված թեման գոյություն չունի։ Նայեցիք,